Պարոն Հովհաննիսյան, նախ ընդհանուր առմամբ քարոզարշավի արդեն 1/3-ը կարելի ասել հետևում է, ընդհանուր առմամբ ձեր տպավորությունները հանրության հետ շփվելու, ժողովրդի հետ շփվելու առումով եւ նաեւ ամենօրյա ռեժիմով, այսպես ասած, հայտարարություններ են լսում Ռուսաստանից, այսօր էլ քանիցս արդեն զգուշացրել են, որ գազի գները կթանկացնեն, ավելին սպառնում են, որ գազ չեն մատակարարի, ինչի մասին են նաեւ այս արտաքին, այսպես ասած, ամենատարբեր երկրներից եկող հայտարարությունները։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնալու է եւ տեր կանգնի խաղաղությանը եւ մեր պետականությանը եւ որևէ բան դրան չի կարող խանգարել։ Ազատության եւ խաղաղության գինը ըստ էության Հայաստանի Հանրապետության ժողովուրդը շատ մեծ գին է վճարել դրա համար արդեն եւ ամեն բան անելու ենք, ամեն բան անում ենք հիմա մեր ժողովրդի հետ, որ գնանք եւ արձանագրենք պատմական հաղթանակը։ Երբևէ հայ ժողովուրդը չի ունեցել հնարավորություն ապրելու նման ազատ, ժողովրդավար, ինքնիշխան երկրում եւ այդ հնարավորությունը մենք չենք կորցնելու մեր ժողովրդի հետ։ Քարոզարշավը անցնում է շատ ջերմ մթնոլորտում, մենք ասել ենք, որ տոնի է վերածվելու այս քարոզարշավը եւ այդպես էլ կա։ Տարբեր հնչող հայտարարությունները դրանք քաղաքական կոնտեքստ ունեն։ Մենք հասկանում ենք, որ նաև ուրեմն գործ ունենք Հայաստան գործ ուղված գործակալական ցանցերի հետ, որոնք արդեն տարբեր վերլուծական հոդվածներով, տարբեր արտահոսած փաստաթղթերով են հաստատվում, եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետքա գնա եւ մերժի գործակալական ցանցերին եւ հաստատի իր գերիշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես էլ որ լինելու է։ Մնացած հարցերը դրանք կկրեն տնտեսական բնույթ, ինչ որ գների հետ կապված հարցեր կլինեն, դրանք բոլորը կարգավորվող հարցեր են եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ հայտարարությունների մակարդակում, լուրերի մակարդակում միգուցե դրանք սուր են հնչում եւ այլն եւ այդպես շարունակ, բայց իրականության մեջ բոլոր հարցերը կարգավորվող են։ Պարոն Հովհաննիսյան, եւ թեև ընտրությունների շատ քիչ ժամանակ է մնացել, այնուամենայնիվ ինսայդերի դոսիեի Կովկասյան քրոնիկայի վերջին բացահայտումները կարող են մեր իրավապահների համար հիմք դառնալ, որպեսզի ուսումնասիրություններ արվեն եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ արձագանքի դրան, թե այնուամենայնիվ շատ քիչ ժամանակ է մնացել։ Եվ նաեւ հայտարարություններ, օրինակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ եթե գողանակ իրենց հաղթանակը, իրենք հեղաշրջման են գնալու, Սամվել Կարապետյանը արդեն կառավարության նիստ է անում, պարոն վարչապետով են դիմում։ Սրանք ինչի մասին են։ Դա խոսում է նրանց թուլության եւ արդեն խելագարության հասնելու մասին, որովհետեւ ըստ էության պետքա խելագար լինես, որ նման բաներ անես։ Ռոբերտ Քոչարյանը մի մարդ է, ով երբեք Հայաստանի Հանրապետության ընտրություններում հաջողություն չի գրանցել եւ չի հաղթել։ Եթե ինքը որպես հաջողություն է ընկալում հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական սպանությունները, Պողոս Պողոսյանի սպանությունները եւ այլն, դա իր խնդիրն է եւ դրա համար ժողովուրդը գնալու է եւ արձանագրելու է իր վերաբերմունքը այդ պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներին, սա է իրականությունը, այսինքն մեծ հաշվով մենք գործ ունենք գործակալական ցանցերի հետ, Ռոբերտ Քոչարյանի հայտարարություն կլինի, Սամվել Կարապետյանի ավելի ճիշտ Կալուգացի շպիոնի հայտարարություն կլինի, թե Գագիկ Ծառուկյանի ինչ-որ խելացի դեմքով հայտարարությունները կլինեն, դրանք բոլորը նույն զամբյուղում տեղավորվող ուրեմն հայտարարություններ են, որոնք մեկ նպատակ են հետապնդում Հայաստանի Հանրապետությունը սկուտեղի վրա մատուցել իրենց ուրեմն տերերին, այն մարդկանց, ովքեր որ թոկը նրանց վզին են պահում եւ հրահանգում են գնալ այս անել կամ այն անել։ Դուք կարծում եք նրանց դուր է գալիս դուրս գալ փողոց, քայլել մարդկանց մեջ, շփվել ժողովրդի հետ։ Նրանք ատում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ այս պետությունը եւ իրենց ատելությունը գործնականում ապացուցել են բազմիցս հոկտեմբերի 27-ով, մարտի 1-ով, կրկնում եմ քաղաքական սպանություններով, այն կեղծված եւ գնված ընտրություններով, որոնք տեղի ունեցել եւ այն ամեն ինչով, ինչ որ հիմա են անում, վախացնում են մարդկանց ինչ որ կեղծ թեզերով եւ այլն եւ այդպես շարունակ։ Իսկ իրավապահների համար ինչը կդառնա հիմք թե չէ, կան արդեն հրապարակված փաստաթղթեր, օրինակ ուժեղ Հայաստանի առաջին համարի վարչապետի տեխնացու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ,
որը ըստ էության ըստ տարածված լուրերի նաև Ռուսաստանի քաղաքացի է, այս մասով քրեական գործ կա հարուցված քննչական կոմիտեում, այսինքն ձեր ասած իրավիճակում կա փաստ եւ այդ փաստը ստուգվում է իրավապահների կողմից, մնացած փաստերն են ստուգվում, երկրորդ համարը Գագիկ Ծառուկյանի հիմա պետական դավաճանության հոդվածով ձերբակալված է, ելի մարդիկ ես կարծում եմ կներգրավեն այս իմաստով, հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել, բերման ենթարկվել փող բաժանելու վրա, որոնք տարբեր ուժերի ներկայացուցիչներ են, ինչ որ կա, որ իրավական գնահատականի արժանանում է, բայց նրանց շատ դաժանորեն են սպասվում, հատկապես ընտրություններից հետո, նրանք տեղ եւ ձև են ման գալու Հայաստանի Հանրապետությունից փախնելու, բայց նրանք այդ հնարավորությունն այլևս չեն ունենալու եւ մնալու են եւ պատասխանատվության են ենթարկվելու Հայաստանի Հանրապետությունում օրենքի ողջ խստությամբ։ Եվ պարոն Հովհաննիսյան, վերջին հարցս 3 ԱՄՆ պետքարտուղարներ այստեղ Մարկո Ռուբիոն, թեև ըստ Ռոբերտ Քոչարյանի նրա այցը Հայաստան նպատակ ունի եւս մեկ անգամ ցավեցնել Ռուսաստանին, բայց մենք տեսանք թե ինչ կարևոր փաստաթղթեր ստորագրվեցին նաեւ թրիփի մասով։ Ինչ է կարծում, ստորագրված փաստաթղթերը այլևս վերջակետ են դնում այդ շահարկումներին Միջանցքի մասին, այն մասին, որ թրիփը պարզապես երևակայական կամ հիփոթետիկ ինչ որ բան է։ Չէ, այդ շահարկումներին վաղուց է վերջ դրվել։ Թրիփի մասին առաջին ստորագրված փաստաթղթերը կնքվել են 25 թվականի օգոստոսի 8-ին։ Սրանք դրանց հետագա արդեն գործողություններին վերաբերող փաստաթղթեր են, որոնք այո վերահաստատում են այն ամենը, ինչ մենք ասել ենք։ Միջանցքի մասին թեմա երբեք չի եղել, ասինքն տենց թեմա չի եղել, որ մի հատ էլ փակենք։ Եղել է մինչև նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը մենք թույլ չենք տվել։ Մեղրի Միջանցքի մասին է խոսակցություն եղել մինչև նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, երբ որ քննարկվել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, հրատապության եւ պատերազմի, ուրեմն նաեւ վտանգի ներքո, բայց մենք թույլ չենք տվել նման խոսակցություն անգամ լինի, լուր մնաց դրանից հետո որ լինի։ Միջանցքի մասին խոսակցությունը թեզ էր, որ նրանք 21 թվականին էին տարածում, որ վախացնեին ժողովրդին, այդպես ձայներ գողանային, ինչքանով որ ստացվեց մենք տեսանք այդ ընտրության արդյունքներով եւ նաեւ հետագա տարիներին։ Հիմա էլ դրա նման թեզ են շրջանառում 300,000 ադրբեջանցիների վերաբերյալ, որը ուղղակի հերթական փաստ է, թե ինչքան պետք է ատես զզվես քո ժողովրդից, ատես քո պետությունը, որ նման կեղծ թեզեր տարածես եւ պետք է արձանագրել, որ այդ թեզը տարածում են բացառապես պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները, որովհետեւ նման թեմա էլի երբևէ չի քննարկվել, չի կարող քննարկվել եւ մենք փակել ենք այդ թեման եւ այդ թեման բացված չի եղել, կարելի է այսպես ասել։ Թրիփի վերաբերյալ իսկ վերջին ստորագրված փաստաթուղթերը որևէ մեկին ցավեցնելու մասին չի բնավ։ Հայաստանի Հանրապետությունն ինչ որ մի բան չի անում, որ որևէ մեկին ցավեցնի կամ որևէ մեկին հաճոյանա։ Մեր կողմից կատարված ցանկացած գործողություն բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահից եւ վերջ։ Ուրիշ ոչ մի ենթատեքստ այստեղ փնտրել պետք չի։ Եվ վերջում ապահովելով կարևորությունը այս ընտրությունների դրա մասին շատ է խոսվել պարոն Հովհաննիսյան, ինչ երկընտրանք է դրված եւ ինչու են այդքան կարևոր այս ընտրությունները միջազգային ուշադրության կենտրոնում նաեւ։ Միջազգային ուշադրության կենտրոնում լինելու հանգամանքը հələ դնենք մի կողմ, այս ընտրությունները կարևոր են մեր ժողովրդի համար։ Պատմականորեն երբեք Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չի ունեցել նման խաղաղ ինքնիշխան ժողովրդավար պետությունում ապրելու հնարավորություն։ Այսօր այդ հնարավորությունը կա, այդ հնարավորությունն իրականություն է արդեն հողի վրա։ Մենք 2 տարի 3 ամիսը չունենք որևէ զոհ կամ վիրավոր սահմանին։ Մենք ունենք ստորագրված խաղաղության նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք ունենք թրիփի վերաբերյալ պայմանագրեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որոնք երաշխավորում են 100 տարվա խաղաղություն առնվազն եւ սրանից ավելի մեծ կարեւորություն էլ ինչը պետքա լինի։ Պետքա գնալ հունիսի 7-ին եւ տեր կանգնել այս ամեն ինչին։ Այս փոփոխություններին, հարյուրավոր դպրոց մանկապարտեզներին, նոր բանակին պետքա գնալ եւ տեր կանգնել մեր երեխաների ապագային։